Բերի շարունակենք աստվածաշնչական համարներ ու արտահայտությունները, որոնք մուտք գործած են հայոց լեզվին մեջ խորհրդածություններու շարքը։ Աստվածաշնչական համարներ այս գլխուն տակ արձանագրված պիտի գտնենք կարգը աստվածաշնչական թե 5 դագարանեն եւ թե նոր դագարանեն համարներ, որոնք տարերու ընթացքին մուտք գործած են հայ խոսակցական եւ քրական լեզվի մեջ վերածվելով առանձներու։ Սույն համարները այսօր մեծ ժողովրդականություն կվայելեն եւ կգործածվին մեր ժողովրդի զավակներու կողմէ, սակայն ճշմարտաբար զանոնք օգտագործողներու մեծ մասը, մանավանդ նոր սերունդը, չի գիտեր անոնց հիմնական աղբյուրը աստվածաշունչ մատյան։ Դրանք օրինակներ։ Մարդուն ուժը իր հասակին համեմատ կլա։ Երբ հայեր տեսնեն, թե գարջ անցմը չի կարողանալ ծանր առարկա մշակել, գսեն մարդուն ուժը իր հասակին համեմատ կլա։ Այս խոսքը առնված է 5 դագարանի դատավորներու քիրքեն։ Դատավորներու քիրքին 8-րդ գլխում մեջ կգարտանք, թե Քեթեոն իր անտանիք որդին հետերին կպատվիրե Զեպեն ու Սաղմանեն սպաննեն։ Սակայն դվան բադանի լալուն պատճառով գվախնան։ Այսօր իբրև արդյունք Զեպեն եւ Սաղմանան Քեթեոնի գսեն։ Տուն ելիր ու մեզ սպաննե, քանզի մարդուն ուժը իր հասակին համեմատ կլա։ Ամեն մարդ իր աչքին հաջելի եղածը գնե։ Երբ երկիրը նախագահ չունենա կամ հաստատության դնորեն չունենա, բնական է, որ խառնակ վիճակը դեղի ունենա։ Այսպիսի բարականերով հայեր գսեն, ամեն մարդ իր աչքին հաջելի եղածը գնե։ Իրականության մեջ այս արածացել խոսքը կապված է դատավորներու քիրքեն։ Դատավորներու քիրքին 21-րդ գլխին վերջին համարներու մեջ կգարտանք, թե Իսրայելի 12 ցեղերեն Բենյամինի ցեղին պատկանող անձեր գբահվդին այքիներու մեջ, որբեսի հուն եկող ցելովի աղջիկներ հապշտակեն եւ իրենց գիները դարձնեն։ Բենյամինի որդիները կհասնեն իրենց նպատակին, անոնք գիները առնելով քաղաքներ կշինեն եւ անոնց հետ կբնակին։ Վերջին համարի մեջ կգարտանք, այն օրերը Իսրայելի մեջ թակավոր չկար, ամեն մարդ իր աչքին հաջելի եղածը գներ։ Աստված սրտիդ համեմատ դա։ Երբ որևէ արիքի ուզենք բարեմաղթություն կատարել, գսենք Աստված սրտիդ համեմատ դա։ Իրականության մեջ անիգա առածը չէ, այլ Սաղմոս։ Այս համարը գրված է Սաղմոս 2 Դավիթի կողմէ, որ գտնվի Սաղմոսակիրքի 20-րդ գլխի մեջ եւ գգրե աղոտ թագավորին համար վերնակիրը։ Համարը գսե դերը սրտիդ համեմատ թողդա քեզի եւ քու բոլոր պապակները կդարե։ Իր բացած փոսին մեջ ինք պիտի ինա։ Ձածուկ երբով աշխատող նենքավոր անձերով համար գսենք, իր բացած փոսին մեջ ինք պիտի ինա։ Ասիկա դարձյալ հայկական առածը չէ, այլ Սաղմոս։ Այս համարը գրված է Սաղմոսացած Դավիթի կողմէ, որ գտնվի Սաղմոսակիրքի 35-րդ գլխում մեջ եւ գգրե օգնության աղոտ վերնակիրը։ Համարը գսե, որովհետեւ առանց պատճառի ինձ համար թագարտ լարեցին, առանց պատճառի փոս փորեցին ինձ համար։ Անսպասելիորեն թող գորուստի մատնվին, իրենց լարած թագարտի մեջ թող որ իրենք բռնվին, իրենք ինան իրենց բացած փոսի մեջ ու գործվին։ Սրտերը կնողը Աստված է։ Երբ հայեր որևէ անձի մասին վատ կարծիք ունենան, երեք ծերունի անդամները գսեն սրտերը կնողը Աստված է։ Հաճախ կգարձվի, թե այս խոսքը հայկական առածումն է, սակայն իրականության մեջ անիգա աստվածաշնչական համարն է, որ գտնվի Պողոս Արաքյալի կողմէ Թեսաղոնիկեցիներուն ուղղած առաջին նամակի մեջ։ Արաքյալը իր ավետարանչության մասին խոսած ժամանակ գսե գխոսենք ոչ թե մարդոց հաջելի լալու համար, այլ Աստուծո, որ մեր սրտին խորհուրդները կգտնի։ Ինչ որ ցանես, այն կհնցես։ Երբ որևէ անձ իր կատարած լավ թե վատ գործին փոխարեն արդյունք կստանա կամ ցախողություն ունենա, հայերը գսեն, ինչ որ ցանես, այն կհնցես։ Այս խոսքը դարձյալ հայկական առածը չէ, այլ աստվածաշնչական համար, անիգա գտնվի Պողոս Արաքյալի կողմէ քաղաքացիներուն ուղղված նամակի մեջ։ Արաքյալը 6-րդ գլխի մեջ կհայտնե, թե մարդ իր կատարած արարքին պատասխանատվություն կգրե, որովհետև գարելի չէ Աստուծո կտին խնդալ։ Ան շարունակելով գսե. մի խաբվիկ, Աստված չի ծաղրվիլ, որովհետև ինչ որ մարդ կսերմանե, զայնալ պիտի հնցե։
Ան որ իր մարմինին համար գսերմանե, այդ մարմինեն աբականություն պիտի հնցե, իսկ ան որ հոգին համար գսերմանե, այդ հոգին հավիդարական կյանք պիտի հնցե։ Հաջորդին պիտի շարունակենք աստվածաշնչական այս համարները, Փառք Հոր, Որդին և Սուրբ Հոգին, հավիտյանը մինչև հավիտյան, ամեն։